Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Ստեփանյան, ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին 10-ից 15,000 դրամով տուգանելու նախագիծը, ինչպես Տիգրան Ավինյանն էր հայտարարում, անվճար երթևեկելու ժամանակն ավարտվում է։ Ձեր գնահատմամբ ինչու է իշխանությունը նման նախագիծ ընդունում, երբ ինչպես իրենք են մտնում, քաղաքացիների շատ չնչին մասն է բոյկոտում։ Նախ հիշեցնենք, որ փոքրամասնության իշխանությունը Երևան քաղաքում ԿՊ-ն իշխանություն չունի, Երևան քաղաքում ԿՊ-ն կախված է Հանրապետություն կցորդ Արամ Զավենի Սարգսյանից եւ ովքեր որ իրենց ներկայությունը ապահովեցին, քվորում ապահովեցին, 3 ուժի այս միավորումից եւ քվորում ապահովելուց դարձավ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը եւ ԿՊ-ն Երևանում իշխանություն չունեն։ Նրանք ուղղակի հակառակն են գնում ժողովրդին, իրենց կարգախոսն էին ընտրել 23 թվականին ասեք կանենք, սուտասանների խմբակ է սրանք, որովհետեւ ոչ մի քաղաքացի իրենց չէր ասել տրանսպորտը թանկացրեք, նախ իրենք խաբել էին իրենց այդ քարոզարշավի ժամանակ, այս ամենի այս հարցերի շուրջ ոչ մի բան չէին ասել, ոչ մի քաղաքացի չէր ասել տրանսպորտը թանկացրեք, կարմիր գծերը 12,000-ից 160,000 սարքեք, գույքահարկը մինչև 26 թվականի հունվարի 100%-ով թանկացրեք, աղբանության վճարը թանկացրեք, տեղական տուրքեր, վճարներ, ամեն բան թանկացել է։ Երևանցին իրենց այդ լիազորությունը չէր տվել։ Իսկ ընտրություններից հետո երբ պարզ դարձավ, որ Երևանցին մերժեց ԿՊ-ին Ավինյան Տիգրանի գլխավորությամբ, հիմա սկսել են իրենց հերթական մուրն են հանում։ Իսկ ինչ վերաբերում է օրինագծին, որ տարան իրենց մեծ եղբայրները ազգային ժողովում քվեարկեցին, քանի որ արդեն Տիգրան Ավինյանը խելոք սիրուն գնացել է մտել արդեն ԿՊ-ի գծի մեջ, ինչ ասում են խելոք, իրենց մոտ է, հիմա ինչ ասում են Տիգրան Ավինյանը գլուխը կախ խելոք անում է։ 21 թվականին մի շրջան չէր ենթարկվում։ Այո, մի քիչ իրեն ուզեցավ պահի որպես հայրենասեր եւ հայրենիքի հանդեպ ինչ որ ցավացող երիտասարդ, նա չստացվեց, հիմա կանչել են, ասում են ինչ ասենք խելոք կանենք, հիմա ստացվում է։ Նրանք այս օրինագիծը ընդունեցին ինչի համար։ Խաբեփա ԿՊ-ն, սուտասանների խմբակը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ասում էր, որ ոչ մի քաղաքացի չի բոյկոտում, ընդդիմադիր ավականու անդամները ուղղակի դուրս են գալիս PR-վելու համար, անիմաստ աղմուկ եք բարձրացնում, բոյկոտող չկա, քաղաքացիները մեր ուղեծրի մեջ են, մեր բարեփոխումներին ծափահարում են եւ եկավ փաստեց այն, որ Տիգրան Ավինյանը ինքը իրեն էր խաբում։ Բոյկոտի շատ մեծ թվեր են, իրենք չեն էլ հրապարակում, իրենք ասում են 20-30%, ես դες ասեմ 50-60% քաղաքացիներ բոյկոտում են։ Իսկ հիմիկվանից, որ այսպես իրենք քաղաքացիների հանդեպ էլ վարորդներին հանեցին, ընդվզում եղավ քաղաքացիների վարորդ, ստիպեցին քաղաքացիները այն ձայնագրությունները բոլորը լսել են։ Դրանից հետո չստացվեց քաղաքապետանի որոշ աշխատակիցներ, այսպես ասած գազքի եւ վերահսկողության վարչության աշխատակիցներ, այդ էլ օգուտ չտվեց։ Հիմա մտածեցին ինչ անեն այս ժողովրդին նորից տուգանքի մատերիալ դարձնեն, որովհետև փող է, շատ փող է իրանց պետք։ Հիմա վերեցին այս օրինագիծը։ Ես շտապեցնեմ իրենց վշտեցնել, որ այս նախագծով էլ ավելի սրվեց ամեն ինչ, էլի ավելի քաղաքացիներն ու հայրենակիցները իրենց դեմ հանեցին, որովհետև նրանք չեն լսում ոչ մեկի ձայնը։ Երևանցին ոչ մի բարդ բան չի ասում։ Եթե իրենց գլուխը չի մտնում այդքան բան, այս փոքրիկ խմբակի 9% անոստերի գլուխը չի մտնում, մեզ հանգիստ բացատրում են, մենք հասկանում ենք։ Երևանցին ասում է, այ ձեր ցավը տանեմ, ինչի համար եք թանկացնում տրանսպորտը, որ ոչ բարեփոխում կա։ Ժամերով ասում ենք, այստեղ գալուց առաջ ես ստացել եմ 5-ից 7 զանգ, որ 29 համարի ավտոբուսին սպասել են 48 րոպե։ Ոչ բարեփոխում կա, ոչ կանգառներ կա, ոչ այդ կանգառներում տեղ կա, որ այդ մարդիկ նստեն։ Կանգնելու տեղը ինչ չկա, անգամ տանիք չկա, որ այս շոքին, արևին, անձրևին, ձյանը մարդիկ սպասեն։ Իրար շալակ նստած։ Չեն կարողանում նորմալ նստեն ավտոբուսի մեջ, տեղ չունեն նստելու։ Ինչի համար եք թանկացնում։ Ինչ եք դուք արել։ Ինչն է հիշեցնենք, որ ձմռանը անվադողերը չեն գնում, միլիարդավորները էլի մեջ են անում այդ գումարները։ Մի հատ ձունը թեթև գալի, ամբողջ քաղաքը պարալիզացվում, մարդիկ ոտքով հասնում են մինչև 9-րդ զանգված նորքի։ Ինչի համար եք թանկացնում, ինչ է պետք։
գումար, շատ փողա, պես լիքը գումար ունեք այնտեղ 400 միլիոնի չափ բյուջե կա Երևանում, վերցրեք, ամեն ինչից շատ փող հավաքելով այս մարդիկ չեն մտածում Երևանցի ու ժողովրդի համար, վերջնական կարելի է փաստել, որ Սուտասանների խմբակը 18 թվականին հրապարակում այդ տրագիկոմեդիկ սերիալը, որ նկարում էին, իրենց ասած սիրո եւ հանդուր ժողականության, չգիտեմ, հնդկական սերիալ էր դա, որոշ ռեժիսորների կողմից նկարված, հիմա այս մարդիկ այդտեղ ինչ ասեցին, հակառակը արեցին։ Հիմա քաղաքացին դարձեցին տուգանքի մատերիալ։ Թող փորձեն, խնդիր չկա։ Հիմա պետք է 800 շարժակազմա դուրս գալի։ Ամեն անգամ հիշեցնելու 800 մարդ են ընդունելու 150-200 հազար դրամով աշխատանքի, 160 միլիոն դրամ տալու են մարդ ընդունել։ Ուզում հարցնել որքանով է իրատեսական լինելու այդ վերահսկողությունը։ Այդ ուրիշ տարբերակ չկա, կամ պետք է մարդ ընդունեն, կամ քաղաքապետարան ինչ որ վարչություն պետք է իրենց իրական գործից կտրեն, ասեն էլ ընկեք հենց այնպես էլ ասում եմ, հելեք ընկեք ավտոբուսների մեջ, քաղաքացիներին քաշ քշեք այս կողմից այն կողմ, ստուգեք ով ունի բանկային քարտ, ով ունի այդ իրենց երազանքների փաթեթը, կամ եթե չէ, եթե 160 միլիոնը պետք է տակ, նույն այդ մարդկանց գույքահարկից հավաքված փողերով, եթե չէ, պետք է ոստիկանությանը, հիմա էլ խնդրեն նույն ոստիկանությունը գնա, իրանք իրենց բարեկամներին ու հարազատներին տուգանեն։ Չի ստացվելու, հակառակ էֆեկտն է տալու։ Իսկ ինչ եք կարծում, բոյկոտող քաղաքացիներին սա որքանով կստիպի դադարեցնել բոյկոտը, թե մարդիկ բոյկոտելու տարբերակ այնուամենայնիվ կգտնեն։ Երեկվանից էլ ավելի հակառակ էֆեկտ է տվել ու մեզ քաղաքացիների դիմաց ասում են, եթե մեր մեջ կային մարդիկ, որոնք ասում են լավ, այս անգամ գոնե վճարենք, կանգնած են գնացել, լավ գոնե վճարենք, երեկվանից մարդիկ էլ ավելի նյարդացած են, էլ ավելի, այսպես ասած, ատում են այս քաղաքային իշխանությունը ու ընդհանրապես ԿՊ-ին սկսել են ատել այս մարդիկ, որովհետև մարդկանց կյանքը վերածել են մի դժոխային պատմություն։ Ինչ մահակ եք հիմա ընդունել, ինչ եք ուզում անեք, մտնեք ավտոբուսների մեջ, հիմա ես ձեզ ասեմ ինչա լինելու։ Մտնելու են ավտոբուսների մեջ, 12 մետրանոց ավտոբուսների մեջ, որոնց մեջ 70-ից 80 մարդ կա։ Գերբեռնված կանգնած են։ Այս շոկին ինչ են անելու, ասել են բերեք տեսնենք ձեր բանկի բանկային քարտի մեջ գումար կա թե չկա, անօրինական է, սիրելի երևանցիներ, ոչ մեկը քաղաքացիներ ջան, ոչ մեկը ձեր բանկային քարտը ցույց չտաք, դա ձեր իրավունքն է, կլինի, չի լինի, ոնց կբոյկոտեք, եւ առավել եւս իրենց նպատակն է վաճառեն այդ թանկ փաթեթները։ Ինչի եք դուք ստիպում մարդկանց փաթեթներ ձեռք բերել, որ 30 օրվա մեջ այդ փաթեթից օգտվեն, չօգտվեն, անիմաստեղը գնալու է իրենց գումարը կորի։ Լավ այդքան ձեր մեջ խելացի մեկը չի գտնվել, որ ասի գնացեք հարևան Թբիլիսի, նայեք ոնց են մարդիկ անում։ Եթե դուք առնում եք քարտ, կապ չունի երբ կամ ոնց, այդ քարտ ուժի մեջ է, բայց ես նորից եմ ասում, Մայր Հայաստանը իր բոլոր ավականներով էլ ավելի ենք սկսելու ասել, որ ընդհանրապես քարտեր մի արեք, որտեղ բարեփոխում գոյություն չունի, չկա բարեփոխում։ Իսկ քարտերի երազանքն է, որ քարտեր վաճառեն, փաթեթները վաճառեն, չառնեք քաղաքացիներ ջան, օգոստոսի 1-ից թող փորձեն QR կոդերն էլ հանեն, դա էլ է մի գլխացավանք է, QR կոդերը հանեն, որ մարդիկ ստիպացել են կամ բանկային քարտով ստանան այդ 150 դրամը իրենց ասած, կամ առնեն արդեն փաթեթեր։ Բա մեր մարզերից եկած քաղաքացիները, խեք ստիպում, այս մարդը գալիս է մի անգամ A կետից գնում է B կետ, հետ է գալիս եւ գնում է իր մարզ, իր գործ։ Հիմա ինչ եք ստիպում այդ մարդը շատ փաթեթի համար գումար վճարի։ Գիտեք, այդ բանկային քարտերն են բավականին խնդրահարույց, որովհետեւ մարդկանցից շատ են դժգոհություններ լսում, որ մարդիկ նույնիսկ նրանք Հիմա ես ձեզ կասեմ, մերժում են, հետո օրվա ավարտին տեսնում են։ Սիրելի երևանցիներ, ձեր ահազանգները տեղին է, ինչպես եւ միշտ աշխատեք ձեր բանկային քարտերը շատ քիչ օգտագործել, որովհետև 150 դրամի տեղը դուք մեկ շաբաթ հետո տեսնում եք, որ այդ 150 դրամը մի քանի անգամ այդ արդեն գումարը քաշելուց հետո մի քանի անգամ ավել գումար են տարած լինում։ Շատ օրինակներ կա։ Ինքը այնտեղ վալիդատորը իբր մերժումա չի աշխատում, բայց հետո հասկանում են, որ քարտից գումարը քաշել է։ Այս Տելսելն ու Երևանի քաղաքապետարանը, այս ԿՊ-ով, Ավինյանով մտել են փայ ժողովրդի մեջ։ Ժողովրդի հետ իրանք ուղղակի փող են աշխատում։ Պարոն Ստեփանյան, այս նախագծի շրջանակներում նաև 3000 դրամով տուգանելու են այն քաղաքացիներին, ովքեր ունեն այդ QR ուղղատոմսերը, բայց 1 րոպեի ընթացքում չեն հասցրել դա վավերացնել։ Որքանով եք այս դրույթը իրատեսական համարում, հատկապես այն ժամերին, երբ տրանսպորտը գերբեռնված է լինում եւ մարդը անգամ ցանկության դեպքում ֆիզիկապես 1 րոպեում չի կարող հասնել վալիդատորին։ Այս հանճարների խմբակը, որ կա, սրանք մինչև 18 թիվը նույն տրանսպորտից էին օգտվում 99%-ը։ Հիմա որ իրենց ասում եմ հələ մի հատ այդ
ես հիշեցնել եմ, չէ՞, սրանք եկել են ու ընկել են, չգիտեն, ես ինչի մեջ են ընկել։ Ձեր աշխատասենյակներից, PID-ներից դուրս եկեք, էլեկտրական են $160,000 մեքենա, որ երևանցիների գումարով առել եք։ Մի հատ դուրս եկեք մի հատ ցանկացած կանգար։ Մի հատ տենա 1 րոպեվա մեջ։ Այդ ո՞նց եք հասցնելու այդ վալիդատորին։ Թեկուզ հիմա մեկն է, երկրորդն ավելացնեն։ Անհնար է, չեն կարողանում նստել։ Հիմա դեռ հələ երեխաները կան, մանկապարտեզներ կան, դպրոցներ, համալսարաններ, այս սեզոնը փակ է, ուսանողները հանգստանում են, իսկ սեպտեմբերի 1-ից, եթե դասապրոցեսը սկսի, պատկերացնում եք ինչ է կատարվելու Երևանում։ Ձեր գլխին կպնի այդ կարմիր գծերի 12,000 դրամը, բացի մեր ասելով, որ ձեր գլխին քաղաքացիների ասելով, դատարանն էլ ասե, անվավերա ճանաչե, գոնե այդ դատարանի որոշումը ընդունեք։ Դա իրենց չի կաշկանում։ Եթե հիմա ես ստեղ ձեր մոտ գալուց 45 րոպե եմ եկել Շենգավիթ վարչական շրջանից, սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքը ընդհանուր կանգնելու է շարժը, ինչ վերաբերում է այդ կայանատեղին, ընդհանրապես ոչ մի օգուտ չտվեց, իսկ ավտոբուսներից օգտվող քաղաքացիներին ուղղակի չգիտեմ ոնց ասեմ, ես խղճում եմ, չեմ իմանում ինչա լինելու սեպտեմբերից այս մարդկանց վիճակը։ Եվ օրինակ դուք փետրվար-մարտ ամիսներին բավականին ակտիվ գործողություններ եք իրականացնում քաղաքացիներին հորդորելով չվճարել, այժմ ինչ եք պատրաստվում անել, երբ այս նախագիծը արդեն մենք կընդունենք ու քաղաքացիներին կսկսեն տուգանալ։ Որ մեր այդ ամենօրյա ամիսով 2 ամիս ամենօրյա ձմեռ կապ չուներ, դուրս եկանք օգուտ տվեց, քաղաքացին հասկացավ, որ չէ։ Մենք իրանց հետ քաղաքացիները նստում ենք ավտոբուս։ Մի վարչական շրջանից մյուսը հասնում է ժամ ու կեսում ու կանգնած կամ իրար գրկած։ Եկանք փաստեցին, որ քաղաքացիները մեզ լսեցին։ Իսկ հիմա առավել եւս հիմա դե այն ժամանակաշրջանն է, որտեղ դասապրոցեսը այդքան չէ։ Սեպտեմբերի 1-ից դուք պատկերացրեք ինչա լինելու։ Սիրելի ժողովուրդ, մի վճարեք, ընդհանրապես մի վճարեք ու ես ձեզ ասեմ, ինչքան էլ մենք ասեցինք, որոշը մասսան լսեց, որոշը չէ, սա մեր լռելու համակերպվելու արդյունքն է։ Այն որ մեր քաղաքացիները ասում են թքեմ սրանց երեսին ներողություն, այդ 150-ը թող վերցնեն, հետ վերցրեցին այդ 150-ը։ Ժամանակը գալու այդ 150-ը հետա գնալու են 300 դրամի, մենք զգուշացնում ենք։ Ամեն տարի աստիճանաբար բարձրացնելու։ Ամեն տարի եթե իրենք ասում են 10-10 դրամով, շատ մոտ ապագայում դարձնելու են 300 դրամ։ Մի լռեք։ Այս լռելու արդյունքն է, որ այս երկիրն ու Երևան քաղաքը էս վիճակում։ Իսկ ձեզ առաջիկայում կտեսնենք կրկին փողոցային պայքարի շարքերում։ Ոչ մի բան չենք բացառում։ Որտեղ կա այս մարդկանց, այս ՔՊ-ի եւ Հանրապետություն կոալիցիոն ուժերը, որոնց շահերը չի համընկնում քաղաքացիների հետ, մենք ամենտեղ կանգնելու ենք քաղաքացիների կողքին անդադար ամենօրյա ռեժիմով։ Վերջին օրերին շարունակաբար մամուլում նաև կարդում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ավարտվել են եւ առաջիկայում պետք է մեկնարկի շինարարությունը։ Դուք սա որքանով եք իրատեսական համարում, մենք ականատես կլինենք այս կայարանի շինարարությանը։ Ես նաև մեծ հետևող քաղաքացիներին հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ խոստանում էր, որ 24 թվականի հունվարին պետք է այն մեկնարկեր, այսինքն մոտավորապես 1.5 տարի առաջվանից։ Սուտասանների խմբակը, ստի եւ կեղծիկի կայսրները Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Երևան քաղաքից եմ խոսում, թե չընդեղելի կայսր կա ստերի։ Տիգրան Ավինյանը 2 ամիս առաջ հիշեցնեմ նորից։ Տիգրան Ավինյան, դու գործակարգավարական նիստի ժամանակ անձամբ ինքը իր այնտեղ նստած չինովիկներին ասում էր մենք հոսալցում չեն կարողանում անել։ Ուր մնաց մետրոպոլիտենի կայարան կառուցենք, դուք հավատում եք։ Սիրելի երևանցիներ, սուտ են ասում, քանի որ 1 տարուց ավել քիչ է մնացել համապետական ընտրություններին, իսկ Երևան քաղաքի ընտրությունները վստահված է 9% ձայն հավաքած Տիգրան Ավինյանին։ Հիշեք դուք, հենց այն ՔՊ-ն էր ու Հանրապետություն կուսակցությունը ֆեյք ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, որ կոալիցիա արեցին ու հիմա ձեզ ամեն ինչ կատարվում է Երևանի հետ եւ Երևանցու հետ իրանց ուսերին է։ Սուտ են խոսում, ոչ մի մետրոպոլիտենը չեն կառուցելու, միջև ընտրություններ ինչ ասես խոսք են տալու, այն որ ընկել էին փողոցներով ասեք կանենք, հիմա դրա էլի այդ խոսյութը կվերցնենք փոխեն, ասենք մի քիչ է ժամանակ տվեք ժողովուրդ ջան, այս մետրոյի կայարանն է կկառուցենք, ավտոբուսներն է կբերենք, էժանացնենք էլ, չեն կարողանալու, սրանք ոչ կոմպետենտ
ժամանակավոր իշխանություններ են։ Իսկ ինչ են այս Աչափնյակի մետրոյի կայարանի հարցը շարունակաբար օրակարգում պահում, նպատակը այս թանկացման տուգանելուց շեղելն է ժողովրդին, թե այլ շարժառիթներ եք տեսնում այստեղ։ Չէ, ինքը մեծ նախագիծ է, դե ասում է, չէ, 30 տարիների իրենց սիրեց, 30 տարիների ընթացքում ոչ մի այդպիսի կայարան չի կառուցվել։ 30 տարիների ընթացքում Երևանը երբեք չի եղել ոչ գծանմուշներ կա, ոչ փոսալցում կա նորմալ։ Փոշու մեջ կորած, կեղտի մեջ կորած Երևան, իսկ 30 տարվա մեջ հնձել էին Երևան քաղաքը կանաչից սենց։ Նորմալ առողջ ծառերը քոքահան արել էին, Երևան հիմա շոկ ու տապա, մի հատ դուրս եկեք Թումանյան, Սարյան, Սայաթնովա, Ալեք Մանուկյան, մի հատ քայլեք տեսեք էլի, մի հատ տեսեք ինչ վիճակի մեջ է, մարդիկ չեն կարողանում մի հով տեղ գտնեն, որ քայլեն։ Խի այդ տենդերն էլ էր ձեր հարազատները, բերել էին, մնացել էր վրան ձեր սակուրաները, ձեր դեմքն է այդ սակուրաները։ Հիմա գնացեք նույն կենտին նշած փողոցներն, նայեք սակուրաների 80%-ը չորացել է։ Պարոն Ստեփանյան, մայիսի սկզբին այրել էին ձեր կնոջ մեքենան, որի կապակցությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել, դուք էլ դա պայմանավորել եք բացառապես ձեր քաղաքական հայացքների պատճառով, քանի որ նշել էիք, որ թշնամիներ չունեք անձնական դիրույթում։ Կխնդրեմ մանրամասնեք այժմ ինչ փուլում է գտնվում այս վարույթը եւ ինչ է հաջողվել պարզել այս 2 ամսվա ընթացքում։ Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ 2 ամիս է անցել այդ դեպքից, 5 օրից կլրանա 2 ամիսը։ Ես ոչ մի թշնամի չունեմ, ընդհանրապես։ Սա միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով, իրենց ճղճիմ քայլերով, իրենց կարճ մտածելակերպով որ կարողանան ինձ վախեցնել իմ բարձրաձայնած խնդիրների եւ ինչ որ ընդդիմադիր հայացքների համար, սա պատվեր է եղել, ես հիմա ասում եմ, սա պատվեր է եղել։ Ում հիմա իրենք ասում են, որ այս անձնավորությունն է, այդ ջահել երիտասարդն է մեքենան այրել, ես չեմ ճանաչում իրեն Եվ չեմ էլ վստահում, որ ինքը մենակ է եղել, եթե մի քիչ էլ ցանկություն ունենան, կհասկանան, որ մենակ չի եղել, իր հետ երևի մարդ է եղել, որը որ մենակ չէր կարողանում անել այդ գործը, սա պատվեր է եղել, սա քաղաքական պատվեր է եղել, եւ ես այս ճղճիմներին ուզում եմ հիշեցնել եւ թող չմտածեն, որ ինչ որ բանով կարող են ինձ իմ հայացքների համար հետ կանգնեցնել, վախեցնել Եվ այս դեպքը 2 ամիս է անցել ոչ մի արձագանք չկա, ինչ որ մեկը բռնել են, կալանավորել են, ասում են ինքն է, դա ինձ հետաքրքիր չի, ինքը ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, իր հետ ովքեր եղել են եւ ովքեր որ այս ոտնձգությունը ճղճիմ քայլը իմ ընտանիքի հանդեպ հիշեցնում եմ ես, իմ ընտանիքի հանդեպ գործել են, պետք է իրենց պատվիրատուները, իրենց քաղաքական հայրերը պատասխան տան։ Եթե չէ, ամեն ինչի պատասխանը միանշանակ ես կստանամ։ Իսկ դուք կասկածներ ունեք, թե սա ում ձեռքի գործը կարող է լինել։ Ես իմ կասկածների մասին չխոսեմ, ես ասել եի, դեռ սպասում եմ, բայց էլ անիմաստ է սպասելը։ Ամեն մարդ պետք է պատասխան տա իր կաշվի վրա, իր ինչպես եւ իմ ընտանիքի ահաբեկեցին, բոլորը պետք է պատասխան տան։ Բայց միևնույն ժամանակ միտում եք տեսնում իրավապահների կողմից, որ իրական մեղավորներին փորձում են չբացահայտել, ճիշտ եմ հասկանում։ 2 ամիս է կալանավորված է մի երիտասարդ, որին որ ընդհանրապես չեմ ճանաչում, այդ երիտասարդին չէր փողոցով անցնում էր, ապակին ջարդեց, այդ իրենց սիրած մոլոտով կոկտեյլների գցեց մեջը, բենզինը լցրեց, վառեց, գնաց։ Տենց բան է լինում։ Չէ, սրանց հայրերը պետք է պատասխան տան ու հերթով կտան։ Հերթով կարգով։ Եվ պարոն Ստեփանյան, նաև բարբերաբար քննարկվում է քաղաքապետարանում Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու եւ այս ճանապարհով ԿՊ-ին իշխանազրկելու հեռանկարը, այս հարցը որքանով կա անդիմության եւ այդ թվում ձեր քաղաքական ուժի օրակարգում, սա իրատեսական սցենար մենք կարող ենք դիտարկել։ Ամեն ինչ է իրատեսական, ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանին հանեն, մի ուրիշ Տիգրան Ավինյան են բերելու, խնդիր չկա այնտեղ, բոլոր իրական անդիմադիրների առաջ քաշած նախագծերը կամ հենց այդ այսպես ասած անվստահությունը մենք խնդիր չենք տեսնում իմ համար Տիգրան Ավինյանը կլինի թե Արմեն Փամբուկչյանը կլինի նույն շրջանակի մեջ են ոչ մի բան չի փոխվելու միակ լուծումը ընդհանրապես ԿՊ-ին եւ Հանրապետություն կուսակցությունը կացորդ քույր կուսակցությունից Երևանը ազատագրելն է իսկ սրա միակ լուծումը Երևանում արտահերթ ընտրություններն են ինչը որ Չեմ հավատում, որովհետև համապետականին մնացել է մի քանի ամիսներ, արդեն տարի էլ չի մնացել, եւ սիրելի երևանցիներ,
Հունիսի 7-ին, 1 տարի հետո համապետական ընտրություններն են, իսկ Երևան քաղաքի ընտրությունները կգլխավորեն Տիգրան Ավինյանը։ Ես ձեզ խնդրում եմ, ձեր այս ամեն ինչը, ինչ տառապանք ու ինչ գլխացավանք ձեր գլխին բերում են ՔՊ-ն եւ Հանրապետությունը, դուք ցույց տվեք ձեր ընտրությամբ եւ ուղարկեք այս երկու փոքրիկ խմբակին պատմության քաղաքական աղբանոցը։ Այսինքն, եթե այնուամենայնիվ քաղաքապետարանում լինի այդ իշխանափոխությունը, պետք է լինի ՔՊ-ի ինչ-որ տեխնացուի շուրջ, որևէ այլ իրական ընդդիմադիր տեխնացուի շուրջ համախմբումը իրատեսական չեք համարում, ինչպես նկատում եմ։ Այս պարագայում ՔՊ-ի հետ խմբակը կմիանա։ Իհարկե ոչ։ Իսկ հանրային ձայն խմբակցության ներկայացուցիչները իրենց հետ ինչ-որ աշխատանքներ, համագործակցության փորձեր անում եք ամեն դեպքում։ Այս հարցի շուրջ ոչ։ Ես մի բան եմ տեսել, որ Երևանում 9% ձայն ստացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ Երևանցին չի ընտրե, իրեն օգնել է ընտրել Հանրապետությունը եւ ինչ-ինչ շարժարիտներով կողորումը ապավել հանրային ձայնը եւ Տիգրան Ավինյանը իր բաղձալի աթոռին նստել է։ Անցել է 2 տարի, բայց ես շտապեցնեմ վստահեցնել Տիգրան Ավինյանին, որ ինքը չի կառավարելու 5 տարի քաղաքապետի պաշտոնը։ Դա միանշանակ ու աներկբ։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։